Իսրայելի դատարանն անդրադարձել է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող կալվածքների ու շինությունների մի մասը չվճարված պարտքերի դիմաց բռնագանձելու իշխանությունների պահանջին։ Կայացված վճիռը չի բավարարել Երուսաղեմի քաղաքային իշխանությունների պահանջը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ ինչպես է գոյացել այդ պարտքը եւ ինչ է նշանակում դատարանի վճիռը։ Այս վեճը երկար պատմություն ունի 1994 թվականին Իսրայելի կառավարությունը որոշում էր կայացրել, որի համաձայն բոլոր իրավաբանական անձինք պետք է գույքահարկ վճարեն, այսինքն մունիցիպալ հարկ վճարեն իրենց գույքի դիմաց։ 2006 թվականին որոշվեց, որ եկեղեցիները եւս պետք է վճարեն այդ հարկը։ Մի բան, ինչը հակասում էր մինչ այդ ընդունված կանոնին, հա, այդպես կոչված ստատուս քվոն, որը հարյուրամյակների պատմություն ունի, ենթադրում էր, որ քրիստոնեական համայնքների պատրիարքությունները ազատված են լինելու ցանկացած նման տեսակի հարկերից։ Եվ երբ 1967 թվականին Իսրայելը գրավել էր Երուսաղեմը, հայտարարել էր, որ հարգելու է այդ ստատուս քվոն։ Դա հաշվի առնելով հայոց պատրիարքությունը անտեսել էր այդ հարկը վճարելու պահանջը։ Սակայն իշխանությունները հայտարարել են, որ այդ պարտքը շարունակում է կուտակվել, ավելին տուգանք է նշանակում այդ պարտքը չվճարելու համար։ Եվ արդյունքում հաշիվ են ներկայացվել, որում պարզապես աստղաբաշխական թվեր են։ Եթե պատրիարքությունը ստիպված լինի վճարել այդ թիվը, նու պարզապես դա իրական վտանգ կներկայացնի հայկական ներկայությանը Սուրբ հողում։ Եվ ժամանակին 2018 թվականին Իսրայելի Քնեսետը որոշում էր կայացրել, որ եթե եկեղեցին չի վճարում գոյացած պարտքը, ապա քաղաքային իշխանությունը իրավունք ունի բռնագրավել գույքը, լինի դա հողատարածք, շինություն, հանել այն աճուրդի եւ վաճառել։ Դա ել ավելի լրջացրեց խնդիրը եւ պարզվեց, որ հարցը արդեն դատարանում է եւ դատական վճիռ պետք է կայացվի այս նախաձեռնության վերաբերյալ։ Թեև ժամանակին որոշում կար, որ այդ հարցը պետք է քննվի ոչ թե դատարանում, այլ հատուկ կառավարական հանձնաժողովում, որը ստեղծվել է նման վեճերը քրիստոնեական փոքրամասնությունների հետ լուծելու համար, այնուամենայնիվ դատական նիստը գումարվեց այս հարցով։ Բարեբախտաբար դատավորը չբավարարեց իշխանությունների պահանջը եւ պարտադրեց, որ կողմերը փնտրեն լուծումը հաշտության ճանապարհով։ Այսինքն հավանաբար այդ հարցը իսկապես կամ կտեղափոխվի այն կառավարական հանձնաժողով, որի մասին հիշատակեցի, կամ կողմերը կլիազորեն պատասխանատուների, ովքեր կփորձեն հաշտության եզրեր գտնել, այլ ոչ թե պարզապես բավարարել իշխանության պահանջը, բռնագրավել եւ աճուրդի հանել գույքը։ Սակայն ամեն դեպքում հայկական կողմը պնդում է, որ հարցը պետք է լուծվի հենց կառավարական հանձնաժողովում, ինչը պատրիարքության համար ընդունելի տարբերակ կլիներ։ Իսկ ինչպես են իրենց մոտեցումը մեկնաբանում Իսրայելի իշխանությունները։ Իշխանությունները պնդում են, որ բողոքը անհիմն է, հայտարարելով, որ եկեղեցիները ազատված են հարկից եւ պետք է վճարեն մունիցիպալ հարկը միայն այն շինությունների համար, այն անշարժ գույքի համար, որը չի օգտագործվում որպես աղոթատեղի, հա, բայց համենայն դեպս հայոց պատրիարքության դեպքում դա շատ լուրջ հետևանք կարող է ունենալ, քանի որ այն խանութները, հյուրանոցները, չգիտեմ, օֆիսային տարածքները, որոնք պատկանում են պատրիարքությանը, ի վերջո պատրիարքությանը բերում են վարձի տեսքով, հա, այն գումարները, որի շնորհիվ պատրիարքությունը գոյություն ունի։ Եվ եթե չլինեն այդ փողերը, պարզապես պատրիարքությունը գոյություն ունենալու հնարավորություն չի ունենա։ Բացի այդ, իշխանությունները անտեսում են այն հանգամանքը, որ այդ գույքի այդ վարձից գումարված գումարի մի մասը, շահույթից մի մասը ուղղվում է սոցիալական ծրագրերի համար եւ որպես ներդրում արվում է քաղաքի համար օգտակար նախագծերի համար։ Դպրոց է գոյություն ունի դրա շնորհիվ, հիվանդանոց, ծերանոց եւ այլն։ Այդ ամենը իշխանությունները անտեսում են։ Արտյոմ, ինչ մոտեցում ունեն խնդրի հանդեպ Երուսաղեմի մյուս քրիստոնեական պատրիարքությունները։ Այս հարցում համերաշխություն կա միանշանակ, թեև ակնհայտ է, որ հայկական պատրիարքությունը ամենաշատն է տուժելու այս խնդրից, դա իհարկե նախադեպ կլինի նաև մյուս քրիստոնեական համայնքների համար։ Դա հաշվի առնելով սեպտեմբերի 25-ին Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում դատապարտեցին հարցը դատական կարգով լուծելու փորձերը,
եւ կոչ արեցին այլևս որևէ ճնշում չգործադրել հայոց պատրիարքության վրա եւ նշեցին, որ այդ ճնշումը իրավականորեն անհիմն է եւ բարոյական տեսակետից ամբողջովին անընդունելի։ Նշեմ, որ սա խնդիր է բոլոր քրիստոնեական պետությունների համար, քանի որ սպառնում է քրիստոնեական ներկայության Սուրբ Հողում։ Եվ կարծում եմ այստեղ ամերիկյան վարչակազմը եւս պետք է հետաքրքրված լինի, քանի որ Դոնալդ Թրամփը ժամանակին հայտարարել էր, որ հենց ինքն է այն անձը, ով պատասխանատվություն է կրելու այսուհետ մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանության համար։ Ամիսներ առաջ մի խումբ կոնգրեսականներ դիմել էին Դոնալդ Թրամփին, կոչ անելով հետևողական լինել այս հարցում եւ պաշտպանել նաեւ մերձավոր Արևելքի հայերին։ Իսկ երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել էր Աստծո հարության տաճար եւ հանդիպել էր այնտեղ հայ հոգեվորականների հետ, նրանք եւս հիշեցրել էին Դոնալդ Թրամփի այս խոստման մասին եւ կոչ էին արել, որպեսզի վարչակազմը ամերիկյան այս հարցին եւս միջամտի եւ օգնի արդար լուծմանը։ Շնորհակալություն Արսեն։